Հայաստանի դրոշն ու Օնեքսի լոգոն օրեր առաջ աշխարհի ամենաբարձր կետում էին Էվերեստի գագաթին։ Վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, որ մակարդակում են ավելի շատ։ Հիմնական առավելությունը դա իհարկե քեշբեքի առավելությունն է, որտեղ գոլդ կարգավիճակից սկսած օգտատերերը ստանում են իրենց վճարած գումարից նաև քեշբեքի տեսքով Օնեքս քոիններ են կազմում։ Ինչ խնդիր էիք ուզում լուծել այս հավելվածի, այս ծրագրի միջոցով։ Լոյալությունն է ամենամեծ խնդիրն է, այսինքն օգտատերը օգտվելով Օնեքսից ավելի շատ օգտվելով ստանում են ավելի շատ առավելություններ։ Ինչ է փոխվել հենց Թեմուի, որը եկավ ու կարծես գրավեց ամբողջ շուկան եւ հաճախորդներին։ Թեմուն այդ ոնց որ լոգիստիկ շղթան կոտրեց, նոր լուծումներ բերեց եւ շատ ագրեսիվ ձևով ռիսկային ֆինանսապես մեծ ռիսկեր իր վրա վերցնելով ամեն երկիր մտնելուց ստեղծեց հնարավորություն, որ օգտատերը չինական մեծ շուկային հասանելիություն ունենալուց բացի կարողանա դա արագ ստանա եւ հետ վերադարձի հնարավորությամբ։ Իսկ ձեր մրցակցային վիճակի մասին ինչ կասեք։ Պաշտոնական տվյալներով 25 թվականի ընթացքում ամբողջ երկրի ծավալի, այսինքն ինչ փոստային ձևով առաքվել է Հայաստան, շուրջ 58% Օնեքսն է իրականացել։ Որն էր ձեր հաջողության գաղտնիքը։ Եթե մենք մի քանի տարի ուշանայինք կամ նույնիսկ մի քանի տարի շուտ այս գաղափարը մտցնեինք, դժվարանային կամ չէր ստացվի։ Թեմայի մեջ բացում ենք թեման բոլոր կողմերից։ Հայաստանի դրոշն ու Օնեքսի լոգոն օրեր առաջ աշխարհի ամենաբարձր կետում էին Էվերեստի գագաթին։ Այսպիսի նորարար եւ շատ կրեատիվ հետաքրքիր մոտեցումներով չի սահմանափակվում ընկերությունը, պարբերաբար մեզ բոլորիս on-line առևտուր անողներիս կյանքը փորձում է ավելի հաճելի ու հետաքրքիր դարձնել նաեւ ներդրվող նոր ծրագրերով։ Դրանցից մեկի լոյալության ծրագրի մասին էլ այսօր թեմայի մեջ ենք համահիմնադիր տնօրեն Սամվել Մարտիրոսյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ որ այս հետաքրքիր ծրագրի բոլոր մանրամասները առաջին հերթին կիսելու եք մեզ ու մեզ դիտողների հետ։ Սիրով։ Դե եկեք սկսենք, թե ինչ է լոյալության, հավատարմության, եթե հայաֆիկացնենք բառը, այս ծրագիրը եւ ինչպես է ծագել այդ գաղափարը ներդնել Օնեքսում։ Մինչ լոյալության ծրագրի ներդնումը մենք ունեինք այսպես ասած ստանդարտ եւ prime կարգավիճակով օգտատերեր Օնեքսում եւ դեռևս 5 տարի առաջ կարողանում էինք միայն քեշբեք բոնուսներով կամ շատ մի քանի առավելություններով տարբերակել եւ prime օգտատերերին տալ լրացուցիչ արտոնություններ, բայց այս տարիների ընթացքում ակնհայտ էր, որ այդ արտոնությունների եւ օգտատերերի շերտերը բազմերանգ են, այսպես ասած, որտեղ այս բանին ունենք 550,000 ֆիզանց միայն Հայաստանի օգտատեր եւ մտածում ենք ինչպես կարող ենք իրենց պատվերների պատմությունով տարբերակել օգտատերին եւ համապատասխան Օնեքս level-ներ կամ կարգավիճակներ տանք եւ եթե չեմ սխալվում ապրիլ ամիսներ 2 ամիս առաջ այս միտքը ծագեց ուսումնասիրեցինք նաեւ աշխարհում ոնց է այս փորձը եւ փաստորեն օգտատիրոջ պատվերների պատմությունից կախված տարբերակում ենք start level-ը, հետո bronze եւ այլն, այսպես աճում է silver, gold եւ այլն։ Այո։ Կարգավիճակ եք դուք հնարավորություն տալիս հաճախորդներին ունենալ, ինչպես կարելի է հասնել ադամանդին այդքան բաղձալի։ Հա, diamond կարգավիճակին հասնելու համար պետք է Օնեքսի պատմության մեջ ունենալ 1000 եւ ավելի պատվերներ, հա, ու content օգտատերեր շատ են։ Այո։ Իսկապես վիճակագրությունը ինչ է ցույց տալիս, որ մակարդակում են ավելի շատ ձեր հաճախորդները։ Դե իհարկե ամեն մակարդակում ավելի քչանում են, ինչքան բարձրանում է, քչանում են։ Օրինակ starter կարգավիճակը, դա երբ որ գրանցվել է օգտատերը, դեռ պատվեր չի կատարել, հա։ Հետո դրանից հետո 1 պատվեր է կատարել, հետո այնտեղ 20, 100 եւ այլն 200 այդպես շատանում է։ Այսինքն ֆիքսում ենք ներողություն, որ ընդհատում եմ, ֆիքսում ենք, որ արդեն գրանցման պահին մեկնարկային շեմն ունենք, մեկնարկային կարգավիճակ ունենք։ Սա ինչ որ արտոնություն տալիս է։ Միանգամից այդ կարգավիճակում ցույց ենք տալիս օրինակ առաքում տուն անվճարը, հետ ուղարկել անվճարը, շատ ծառայություններ, որոնք օգտատերերը նախկինում էլ կար, բայց տեղյակել չէին, այսպես ասած, ինքը միանգամից տեսնում է մոտ 10-15 ծառայություններ, որ միանգամից իր համար բացվում են։ Եվ այսպես ոնց որ
փորձում ենք գեյմիֆիկացիա մտցնել, դա ինչ որ մի քիչ խաղային էլեմենտներ մտցնել, որ մարդկանց հետաքրքիր լինի on-line shopping-ը համատեղել այս ամեն ինչի հետ։ Հենց առաջի պատվերը ստանում եմ, միանգամից կարգավիճակը փոխվում է, հետո իրան այնպես ենք մոտիվացնում, որպեսզի շատ պատվերներ կատարի, մյուս կարգավիճակը բացվի։ Ամեն նոր կարգավիճակ բերում է նոր առավելություններ։ Հիմնական առավելությունը դա իհարկե cashback-ի առավելությունն է, որտեղ gold կարգավիճակից սկսած օգտատերերը ստանում են իրենց վճարած գումարից նաև cashback-ի տեսքով Onyx coin-ներ են ասում այդ միավորների։ Այո, նոր միավորներ on-line ունենք ներդրված, որոնց մասին անպայման կխոսենք այս թեման եզրափակելուց հետո։ Արտոնությունները պատմենք։ Cashback-երից բացի կա արտոնություն, օրինակ առանձնացված սպասարկման գծից մինչև առանձնացված մենեջերի տրամադրման ծառայություն, հա։ Կա նաև մեր ծառայությունները ունենք, որտեղ օրինակ smart service-ներ ծառայություն ունենք, որ արտասահմանյան պահեստերում որոշակի ծառայություններ եք պատվիրում, այդ ծառայությունների վրա անվճար տրամադրում ենք կարգավիճակներից կախված, extra care ծառայություն ունենք, դա ոնց որ ապահովագրության պես մի բան է, դրա վճարներն են գնալով ավելի տոկոսնա ցածրանում, հա, եւ buy-for-me ծառայությունն ավելի մատչելի տոկոսներով դառնում։ Հիմա այստեղ ամենակարևորը այն է, որ level-ները աճելուց հաճախորդի համար, օգտատիրոջ համար կարևոր է իր ներկա ստատուսը եւ իր մոտիվացիան, օրինակ նորից գրանցվել Onyx-ում, ոնց որ նորից այդ ամեն ինչը սկսել ընկնում է եւ այդ իր ստատուսը արդեն հավաքած, այսպես ասած ստատուսը, այնպես ենք անում, որ իր համար կարևոր դառնա եւ ինքը դրա վրա կուտակի, նոր արտոնություններ ստանա փոխելով իր կարգավիճակը։ Այնպես որ իրանց ավելի շահավետ է լինում հիմա նկ ընտանիքով օգտվել մի account-ից, ոչ թե մի բոլոր քանի պատվերներն անել մեկ օգտատիրոջ edge-ից։ Այո, օրինակ ընտանիքով, ընկերներով մենք ուզում ենք դրան հասնենք, որ մարդը իր կարգավիճակը իր համար կարևոր արժեքավոր լինի եւ ամեն ինչ անի, որ այդ account-ի տակ պատվերները կատարվեն։ Եթե համեմատենք նախկինում եղած արտոնությունները եւ հիմա, ստացվում է, որ էլ ավելի շատ արտոնություններ են բացվում ավելի շատ հաճախորդների համար, ճիշտ է։ Այո։ Ոնց կնկարագրեք այդ անցումը, եթե ասում եք, որ ամեն դեպքում հաճախորդի կարգավիճակն է կարևոր, ոչ թե տարբեր account-ներից արված պատվերները։ Նախկինում տրված արտոնությունները հիմա միայն start կարգավիճակում են։ Start-ից հետո ավելացել են նոր արտոնություններ, որոնք վերաբերվում են անվճար ծառայությունների տրամադրման, մինչև, ինչպես նշեցի, նոր հնարավորությունների cashback-երի ավելացմամբ։ Լավ, եկեք նոր on-line միավորների մասին խոսենք, ինչ են դրանք եւ ինչ հնարավորություններ են տալիս, ինչպես կարող ենք կուտակել եւ որտեղ օգտագործել, ամենակարևորը։ Շատ լավ։ Ուրեմն մենք նոր միավոր սահմանեցինք, անունը մտածեցինք դնենք Onyx coin, այսպես ասած։ Onyx coin-ը մեկ Onyx coin հավասար է 1 դրամ զեղչի։ Հա։ Հիմա Onyx coin-ներ կարողանում եք կուտակել տարբեր եղանակներով։ Մեկը ամենադասական, օրինակ նույն cashback-ի եղանակով, հա։ Եվ ասենք level-ը փոխելուց նույնպես Onyx coin-ներ են ստանում, հա։ Այսինքն ինչքան շատ է օգտվում օգտատերը մեր ծառայություններից, այդ բան ավելի շատ բնականաբար Onyx coin-ներ է կուտակում եւ ցանկացած բանի դրանք կարող է առաքման դիմաց վճարում կատարելուց որպես զեղչ կիրառի։ Բայց սա միայն սկիզբն է, այ մյուս этаպն է, ինձ թվում է շատ ավելի նաև հետաքրքիր, երբ որ մենք, այսպես ասած, առաջադրանքներ ենք անհատականացված AI միջոցով նույնիսկ տրամադրում ամեն հաճախորդի, որը կատարելով իրան ասենք goal, իրան ասենք նպատակ կամ առաջադրանք, հա, որը կատարելով ինքը լրացուցիչ Onyx coin-ներ կանելու հնարավորություն է ձեռք բերում։ Օրինակ ինչ տեսակի առաջադրանքներ դրան կար։ Այս մասը ուշադիր լսեք, որովհետև ինձ թվում է բոլորիս է հետաքրքիր, երբ մեզ ստիպում են ինչ-որ առաջադրանքներ ու փորձություններ անցնել, խաղերի, ինչպես դուք ասացիք, գեյմիֆիկացիան այդ բոլորիս գրավող փուլ է ընդհանրապես եւ այո, խաղայնացումը օգնում է նաեւ Այստեղ շատ կարևոր է այդ առաջադրանքները բաց հրապարակային չեն, այնպես չի որ կան ինչ-որ առաջադրանքներ, կարաս ընտրես անես, անհատականապես այդ առաջադրանքները բացվում են ամեն user-ի համար։ Լրիվ տարբեր առաջադրանքներ են։ Շատ բաներ կրկնվում է, բայց առաջադրանքների տեսակները տասնյակներ են։ Օրինակներ բերեմ մի քանի։ Այո, շատ հետաքրքիր է։ Օրինակ առաջադրանքը, երբ որ մարդը նոր գրանցվում է Onyx-ում, իրան կարող է գա առաջադրանք, եթե 10 օրվա ընթացքում առաջի պատվերը արտասահմանյան պահեստ հասնի, այսքան նոր coin կստանաս։
Բայց դա իրենից է կախված։ Դե ինքը պետք է պատվեր կատարի, որ ասնի, այո։ Իսկն 10 օրվա ընթացքում առաջի պատվերը կատարի։ Հա, ուղղակի պատվեր կատարի։ Հա։ Պատվեր կատարի եւ կստանաս։ Հաջորդը օրինակ review-ները, օրինակ Google-ում review դիր կստանաս։ Օրինակ նոր locker ենք բացել, կարող է լինի, օրինակ այս locker-ը քո հասցեին մոտ է գտնվում, եթե մեկ ամսվա մեջ այս locker-ից պատվեր ստանաս, այսինքն այն ծառայությունների տեսակները, այն գործողությունները, որոնք OLX-ի շրջանակում տեղի են ունենում, տարբեր իրավիճակներով, ամենակարևորը հաճախորդի պատվերների պատվությունից, վարքագծից, այդ behavior-ից կախված առաջանում են իրան համապատասխան առաջադրանքներ։ Փորձում ենք սրանով ավելի ոնց որ հետաքրքրացնել, անակնկալներ մատուցել լավ իմաստով եւ բացի առաջադրանքներից մենք ասում ենք wow coin-ներ, դրանք ոնց որ անակնկալ coin-ներն են, որոնք տրվում են տարբեր իրավիճակներից կախված, դա որոշում է էլի համակարգը ու ենթադրենք այս branch-ի դուք 10,000-րդ օգտատերը լինեք, կարող եք եկել ստանաք անակնկալ։ Իմաստը նա է, որ այս ամբողջ process-ը բաց չի եւ այս ամբողջ process-ը այդ շատ անհատական մոտեցում է ենթադրում առաջին հերթին հաճախորդի համար եւ իրոք այդ անակնկալի էֆեկտը ունենում է։ Բացեմ տեսնեմ ինչ փորձության է ինձ ենթարկում OLX-ը։ Եվ նորից այո, լավ փորձության, որի արդյունքը դու ունենալու ես արդեն որևէ կերպ։ Լավ, ինչ խնդիր էիք ուզում լուծել այս հավելվածի, այս ծրագրի միջոցով։ Լոյալությունն է ամենամեծ խնդիրն է, այսինքն օգտատերը օգտվելով OLX-ից ավելի շատ օգտվելով ստանում են ավելի շատ առավելություններ եւ մենք այդ ամեն ինչը փորձում ենք ոնց որ համապատասխանաբար մեր կողմից այդ ամեն ինչը գնահատականը տանք, այսպես ասած։ Իսկ կարծում եք, որ օրինակ օգտատեր կատարել է 1000 պատվեր։ Հիմա այս օգտատերը ուզում ենք տարբերակենք մյուսից, որը կատարել է 100 պատվեր եւ համապատասխանաբար իրան ոնց որ ասած գնահատականը տանք։ Լոյալությունը գնահատեք։ Այո։ Իսկ կարծում եք, որ այս ծրագիրը ձեզ համար մրցակցային առավելություն է լինելու շուկայում։ Անշուշտ, իհարկե։ Այստեղ այս ծրագիրը առաջին միտված է եղած օգտատերերին ավելի լոյալ պահելու, ավելի գնահատելու, վարձատրելու, խաղեր առաջադրանքնելու եւ այդ ամեն ինչը ֆինանսական ոնց որ ասած զեղչի տեսքով իրեն կարողանան դա օգտագործեն եւ իհարկե նոր օգտատերերը կարող են միանան այս ծրագրի, որտեղ OLX-ում սպասում են հետաքրքիր անակնկալներ։ Նոր անակնկալներ, որոնց մասին երևի այսօր ճակերտներ չեք ուզի բացել։ Շատ լավ, պարոն Մարտիրոսյան, քանի որ OLX-ն արդեն կայացած եւ իրականության մեջ իր մեծ տեղն ունեցող ծրագիր է, որը ժամանակին ուղղակի միտք է եղել, ուզում եմ խոսենք այդ մտքից իրականություն դարձած ճանապարհի մասին։ Երբ մտածում էիք OLX-ը հիմնադրելու մասին, ինչպիսին էր այն ձեր մտքում եւ արդյոք այսօր նույնանում են ձեր միտքն ու իրականությունը։ Այս տարիների ընթացքում շատ է փոխվել իհարկե ինչ ենք ուզում եւ ինչ ստեղծվեց ավելի մեծ բան, քան այն ժամանակ կարենք իհարկե պատկերացնենք եւ այդ ժամանակ 15 թվականներ եւ Հայաստանում կար խնդիր on-line գնումների առաքումը դեպի Հայաստան կամ չէին առաքում կամ երկար էին առաքում, չէ, լուծում չկար, կամ ինչ որ բարեկամի ասում էին այ Ամերիկայից գալուց, այսինչ բան է իմ համար բեր, որտեղ ուրիշ լուծում չկար, այդ խնդիրը առկա էր Հայաստանում եւ այդ խնդրի լուծումը ոչ թե մենք հնարեցինք, այլ ուղղակի տեսանք, որ կա դեռևս 2007 թվականից բարձրում էր հարևան Վրաստան։ Եվ լուծումը այն է, որ տրամադրում են հասցե Ամերիկայում, գնում ես ուղարկում ես այդ հասցեի վրա եւ ոնց որ forward են անում Վրաստան։ Շատ անակնկալ ձևով ոնց որ տեսանք Վրաստանում եւ մի քանի ամսում ներդրեցինք Հայաստանում, առաջինը Հայաստանում բացվեց OLX, որ այս խնդիրը լուծեց։ Հիմա ուրախության օգտատերերի եւ ոլորտի տասնյակ ընկերություններ կան Հայաստանում, որ նմանատիպ ծառայություն են տալիս։ Բայց տարիների ընթացքում ոնց որ շուկան վերափոխվում է, տրանսֆորմացվում է, հա։ Օրինակ այդ ժամանակ մտածել, որ ամերիկյան ուղղությունից բացի այլ ուղղություն կարա լինի, ուղղակի մտքներիս էլ չէր գալիս 15 թվականին։ Բայց 1 տարի հետո, օրինակ Ռուսաստանի պահեստը գործարկվեց, Չինաստանի պահեստը հետո գործարկվեց եւ այլ։ Իսկ այս վերջի շրջանում ընդհանրապես այս հասցեով տրամադրման եղանակով առաքումներին սկսեց մեր ոլորտը փոխարինվել ուղիղ առաքումներով, դրան նպաստեց մասնավորապես հայտնի Թեմուի մուտքը Հայաստան։ Այո։
2 տարի առաջ ու ոնց որ շուկան տրանսֆորմացվեց։ Այ ուզում եի այդ փոփոխությունների մասին խոսել, ես իհարկե անուն որոշել էի չտալ, բայց քանի որ դուք տվեցիք, ավելի բաց կարող ենք քննարկել, թե ինչ է փոխվել հենց Թեմուի, որը եկավ ու կարծես գրավեց ամբողջ շուկան եւ հաճախորդներին։ Ինչ է փոխվել դրանից հետո շուկայում։ Տեսեք, միշտ Թեմուն դեռևս եթե չեմ սխալվում 8 տարի առաջ Հայաստանի շուկա Wildberries-ը ստեղծվեց մոտ գործել, ինքն էլ շատ դրական իմաստով ազդեց on-line գնումների զարգացման վրա, մասնավորապես ինքը բերեց Հայաստան այդ տեղում փորձել նոր վճարելու այսպես ասած հնարավորությունը, որը շատ կարծում ենք իր բուստ լինելու հիմնական պատճառներից մեկն էր, եւ Wildberries-ը այդ օզոնը մոտ գործեց Հայաստան եւ արդյունքում քաղաքացիներ ունեն հնարավորություն գնումներ կատարել աշխարհից կտրված չեն, ամենակարևորը դա է, այսինքն տալ հնարավորություն, որ գնումներ կատարի ամբողջ աշխարհից, հանգիստ ստանա, թե իր երեխային շոր, թե ավտոյին պայստամաս եւ այսպես ասած Հայաստանի լոգիստիկ իմաստով իզոլացված լինելը փորձենք մեղմացնենք եւ այդ խնդիրը լուծենք, էլ նպատակը դա էր։ Դրանից հետո 2 տարի առաջ Թեմուն մոտ գործեց Հայաստան, առաջի գործընկերը Հայաստանում մենք էինք, նաեւ Վրաստան, ոչ միայն Հայաստան, Վրաստան, ամբողջ աշխարհում, ամբողջ աշխարհում Թեմուն մեծ փոփոխություններ բերեց, մասնավորապես ինքը ներդրեց համակարգ, առաջ տեսեք Չինաստանից մատչելի ապրանք գնելու դեպքում դու ուներ միայն հնարավորություն դանդաղ ստանալ, օրինակ AliExpress-ի միջոցով։ Այո, շատ երկար ժամանակ էր պահանջվում, մինչև պատվերները հասնում էին Հայաստան։ Այո։ Թեմուն այդ ոնց որ լոգիստիկ շղթան կոտրեց, նոր լուծումներ բերեց եւ շատ ագրեսիվ ձևով ռիսկային ֆինանսապես մեծ ռիսկեր իր վրա վերցնելով ամեն երկիր մտնելուց ստեղծեց հնարավորություն, որ օգտատերը չինական մեծ շուկային հասանելիություն ունենալուց բացի կարողանա դա արագ ստանա եւ հետ վերադարձի հնարավորությամբ։ Այս լուծումը չկար առաջ AliExpress-ից մի բան գնես, հետ վերադարձ հնարավորություն չկա եւ տանում ես 1.5 ամսում ենթադրենք, չէ։ Այս տվեց հնարավորություն, որ ինքը արագ շատ երկրներ մտավ, ընդ որում նաեւ Հայաստան։ Եվ այդ իմաստով էլի մեր բիզնեսը մենք Թեմուին ենք սպասարկում, Pinduoduo-ի հետ ենք ուղիղ առաքումներ անում, մինչև այդ նույնիսկ iHerb-ի հետ ենք անում, iHerb-ը աշխարհարչակ ամերիկյան ընկերությունն է, որը զբաղվում է այդ բիոակտիվ դաբավկաների, վիտամինների, այո, ծանոթ է ինձ թվում է հավելումներ օգտագործող բոլոր մեր քաղաքացիներին iHerb-ի անունը։ iHerb-ը մասնավորապես սևի աղջիկներ են ավելի շատ օգտագործում կանայք, քան տղաները։ Ասեմ ստատիստիկայով Հայաստանում iHerb-ի օգտագործողների թիվը էապես քիչ է, քան օրինակ սովետական այլ երկրի, մասնավորապես սլավոնական ազգերի մոտ ավելի շատ է։ iHerb-ի հետ դեռևս 4 տարի առաջ սկսեցինք ուղիղ համագործակցությունը Վրաստան, Հայաստան իր ապրանքների ուղիղ առաքումը կազմակերպելով եւ սա եւս շատ լավ հնարավորություն է, որ ավելի արագ է ստացվում հաճախորդի համար, ասենք մեր բիզնեսի նոր մոդելը, ուղղությունը, ճյուղը, որը ակտիվ զարգացնում ենք։ Բայց ամենաշատ առաքումները միևնույնն է Թեմուինն են, չէ՞, եւ պատվերները։ Ես եւ իրավասու չեմ դա ասել, բայց Թեմուն շատ մեծ դեր ունի։ Ձեր գործընկերներից նկատի ունեմ։ Կարծում եմ, հա, ու Թեմուն շատ մեծ մասնաբաժին ունի ամբողջ Հայաստանում հիմա։ Իսկ ձեր մրցակցային վիճակի մասին ինչ կասեք։ Ինչպիսին է մրցակցությունը Հայաստանում, առողջ է թե ոչ, խնդիրները որոնք են հայկական իրականության մեջ լոգիստիկ ընկերությունների։ Մեր ոլորտում, այսինքն փոստային առաքումների ոլորտում, ոլորտը առանձնացվում է մասնավորապես ԲՏԱ-նախարարության փոստի բաժին կա, որը տրամադրում է լիցենզիա, այսպես ասած, որից հետո նոր դու կարող ես նման ծառայություններ մատուցել Հայաստանում 40-ից ավել ընկերություն ունի նման լիցենզիա, որոնցից մոտավորապես 20-ը զբաղվում են նաև այդ հասցեի տրամադրման իմ նշած այդ պրոդուկտով, որը ընդհանուր իմաստով իհարկե շատ լավ է եւ շուկան մրցակցային է, կարելի է փաստել, շուկան բազմաթիվ ընկերություններ փորձում են դիրքավորվել։ Պաշտոնական տվյալներով 25 թվականի ընթացքում ամբողջ երկրի ծավալի, այսինքն ինչ փոստային ձևով առաքվել է Հայաստան, երրորդ երկրներից առաքումները դա վերաբերում է ամբողջ երկրի, շուրջ 58%-ը Onex-ն է իրականացրել ամբողջ երկրի։ Եվ իհարկե ակտիվ զարգացնում ենք նաև մարզերը, ասեմ, այս շրջանակներում։ Պարտությամբ կարող եմ ասել, որ գրեթե ամեն օր, գրեթե ամեն գյուղ մեր առաքիչները առաքում են իրականացնում Հայաստանում։ Սա շատ կարևոր է, որպեսզի
յուղերը առաքման իմաստով Հայաստանի բոլոր մարզերն են ներգրավված, այսինքն։ Հայաստանի նաև Վրաստանի գրեթե բոլոր մարզերում մեր առաքման ցանց ունենք, մեր ծրագրերով, մեր լոգիստիկ լուծումներով կարողանում ենք արագ ծածկել։ Եվ այստեղ շատ կարևոր է, որ օրինակ այդ առաքումը Երևանում եւ առաքումը հեռավոր մարզում տարբերությունը 1-ից 2 օր ընդամենը լինում, էլի, այնպես չի Երևանի հեռավոր մարզում գտնվող օգտատերը քաղաքացին այդ իզոլացիան զգում է իրավա, փորձում ենք այդ հարցը զրոյի հասնել։ Որն էր ձեր հաջողության գաղտնիքը, այս հարցը շատ հաճախ են տալիս, բայց իսկապես հետաքրքիր է, որովհետև բիզնեսը որպես այդպեսին կայացել է։ Կարծում եմ մի քանի հանգամանքներ կան։ Հանգամանքներից մեկը իհարկե ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում գաղափարի ծնվելն է, որտեղ եթե Onyx-ի գաղափարը մի քիչ ուշացնեինք եւ մի քիչ շուտ էլ անեինք, կարծում եմ չէր հաջողվելու։ Կարծում եմ հաջողության հիմնական գրավականներից մեկը դա առաջարկել խնդիր լուծող, այսպես ասած, product, բայց ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում։ Եթե մենք մի քանի տարի ուշանայինք կամ նույնիսկ մի քանի տարի շուտ այս գաղափարը մտցնեինք, կդժվարանենք կամ չէր ստացվի։ Երկրորդը իհարկե թիմն է եւ այսպես ասած գործընկերները ու միջոցով ում հավատի, ում նվիրումի, ում աշխատանքի միջոցով կարողացել ենք այս հաջողություններին արագ հասնել։ Արագ է կարծում եք։ Onyx-ը բացման օրվանից կարող ենք պարության նշել, միշտ աճով, միշտ աճել է, թե ֆինանսական ցուցանիշները, թե առաքման ցուցանիշները եւ այս 58%-ը հասնելը դա մեր ամենավերջին տվյալներն են, ինչպես նշեցի։ Իսկ գոհ եք ձեր հաճախորդներից։ Շատ։ Մեր օգտատերերը մեզ տալիս են նախանարություն ավելի լավը լինելու։ Մենք մի, այսպես ասած, պարզ հարթակ ունենք եւ խորհուրդ եմ տալի նաեւ օգտատերին օգտվել այդտեղից, իրենց account-ի մեջ կա ուղարկել ձեր առաջարկը, չեմ բողոքը, դիտողությունը եւ այլն։ Եվ այդ բոլորը ընթերցվում է բարձր մակարդակով համապատասխան բաժինները forward անում։ Ասեմ, որ այս տարիների ընթացքում գեներացված գաղափարների չասեմ մեծ մասը, բայց զգալի մասը հենց եկել են մեր օգտատերից, որտեղ իրանք են մեզ ուղղորդում, իրանք են հենց օգտվում գետնի վրա զգում, մոտեցում է լսել ուղիղ օգտատիրոջ կարծիքը եւ հետեւել դրանց։ Եվ նաեւ խորհուրդ կտամ լայն շրջանակներ սպասարկող ընկերություններին, որ լուծումներ գտնել, որտեղ հաջորդները կարող են ֆիդբեքը տալ, այդ ֆիդբեքը շատ արագ կհասնի տեղ։ Եվ շատ մտքեր հենց իրենց ենք վերցնում, կարող է մի քիչ փոփոխենք, մի բան ավելացնենք, պակասացնենք եւ կիրառենք եւ անպայման այդ օգտատիրոջը տեղեկացնենք եւ նաեւ խրախուսենք, մրցանակ տանք այդ գաղափարը մեզ հասնելու համար։ Այնպես որ օրդորում եմ, եթե կան գաղափարներ, սիրով ուղարկեք, վստահաբար բոլորը ընթերցում են ամենաբարձր մակարդակով եւ դրանք շատ հնարավոր է իրականանան արդյունքում առաքենք երջանկություն, ինչպես մեր սլոգանն է, delivering happiness, առաքելով երջանկություն, մեր նպատակն է դա ավելի հեշտացնենք եւ որից տուն ավելի թեթև լինի, այս չզգանք Հայաստանի իզոլացված լինել, այսպես ասեմ։ Շնորհակալ եմ շատ զրույցի համար։ Ես կարծում եմ, որ մեզ դիտողները բավականին շատ ինֆորմացիա եւ մոտիվացիա ստացան առաջին հերթին ճիշտ տեղում եւ ճիշտ ժամանակին տեր կանգնելու իրենց գաղափարներին եւ դրանք իրականացնելու եւ երկրորդը շարունակելու օգտվել Onyx-ից կամ եթե չեք օգտվում կարող եք գրանցվել, որովհետեւ նոր առաջադրանքները, խաղերը եւ հնարավորությունները իսկապես հաճելի են դարձնում ձեր գնումներ կատարելու ամբողջ ընթացքը։ Դե ինչ, այսքանը մնացեք թեմայի մեջ, կհանդիպենք։